ամփոփելով հակաքրիստոսի մասին մեր մտորումները սիրելիներս հիշեցնեմ, որ աստվածաբանությունը տիեզերական մարդկության ժամանակը բաժանում է 3 էտապի։ Նախաքրիստոնեական, որն է ջրհեղեղից առաջ, ջրհեղեղից հետո նահապետների մինչև Քրիստոս եւ քրիստոնեության եւ յետ քրիստոնեության, որը կոչվում է հակաքրիստոսի դարաշրջան։ Մենք հիմա թևակողում ենք այդ դարաշրջանը։ Քրիստոսի դարաշրջանը ավարտվեց Վատիկան II մասոնական ժողովով 1960-ական թվականներին, երբ որ քրիստոնեության կենտրոնը Վատիկանը, որից ամբողջ աշխարհում հռոմեական կայսրության ժամանակ փրկվեց քրիստոնեությունը ամբողջ աշխարհով մեկ, ահա նա ոչ թե գրավեց սատանայից եւ Պապա սատանան է այդ հակաքրիստոսն է, ինչպես սովորաբար ասում են բողոքականները, բացարձակապես ոչ, որովհետև ուրացյալ մարդը սատանայի թագավորության մեջ ոչ մի արժեք չունի։ Այս 60-ական թվականներից հետո դրված Վատիկան II պապ կոչվածներ իրենք չեն էլ ընդունում, որ իրենք պապ են։ Սա դրանք կոչվում են consigliar church, այսինքն թե council, ինչ որ մարդկանց ժողովն է որոշում ամեն ինչ։ Սա հաստատված բան է։ Եվ պաստորեն ուզում եմ ասել հակաքրիստոսը Վատիկանում չփնտրեք, բայց Վատիկանը պատճառն է ամբողջ բարոյական սիստեմի եւ քրիստոնեական անկման այդ իր ճողերի մասին աղանդների եւ հետանոսական տարերի, այսինքն միացյալ այս գրոն ստեղծելու այդ ջանքերի մասին ես առանձին հատորներով հրատարակել եմ, անպայման պետք է կարդալ։ Եվ հիմա փաստորեն, եթե նախաջրհեղեղյան շրջանում մենք ունեինք մարդկություն, որը անտանելի էր Աստծուն, եւ մինչեւ վերջին մարդը բացի 8 հոգուց նույն ընտանիքից Աստված ոչնչացրեց, եւ պատճառն այն էր, որ խեղվել էր մարդու DNA-ը, այսինքն արարչագործության կոդը, որով մարդը ստեղծված էր, ոչնչացրել էին, եւ դա կատարվել էր մարդու եւ դիվական հիբրիդային այս միավորմամբ, որը մարդուն դարձրել էր անասուն, եւ եթե մենք նայենք հեթանոս պանթեոնների մեջ, կտեսնենք ահա կին օծ, մեդուզա, գորգոն մեդուզա, պան, այսինքն տղամարդ էշ, տղամարդ ձի, եւ այդ այսպես կոչված աստվածությունները գալիս են հենց նախաջրհեղեղյան շրջանի հիբրիդներից, կամերաներից։ Եվ այս իրողություն է, աստվածաշնչային իրողություն է դա, որով պաստորեն Աստված սիպված պետք է լիներ բնաջնջալ բոլորին եւ պատկերացրեք արդեն իմ նկարագրած նոյի տապանակը, որը ուներ նաեւ փոքրիկ լուսամուտներ, ահա անցնում է այդ տապանակը ծովի տակով եւ նոյի ընտանիքը տեսնում է հազարավոր միլիոնավոր դիակներ մահացած մարդկանց, որոնք ի վերջո ափ են շպրտվում եւ այդ միլիոնավոր մարդկանց դիակներով սնվում են այս հսկա դինոզավրները, մամոնտները, որոնց ոսկորները մինչև հիմա մարդիկ գտնում են, գիտնականները պեղում են եւ մնում են ապշած։ Դրանք 4-5 հարկանի շենքի ծավալով կենթանիներ են, որոնք զբաղված են եղել հոշատելով մարդության այդ մեռած մարմինները եւ ապա սովից մահացել են, երբ որ մարմինները վերջացել են։ Սա իհարկե մի սահմռկացիչ հավանաբար տեսարան էր, որին ականատես եղան շատ քիչ մարդիկ, ինքը Նոյը, եւ այդ սարսափի պատճառով է, Նոյի սարսափի պատճառով, որ
Աստված կատարեց նոր ուխտ Նոյի հետ, որ այսպիսի մասսայական բնաջնջման պատիժ չի լինելու, որից հետո աստվածաբանները ենթադրում են, որ մյուս պատիժը հավանաբար կլինի կրակով, այս մարմինները այլևս չեն լինելու երկրի վրա, երկիրը չի բախսվելու այս մարմիններով, բայց սրանք իհարկե ենթադրություններ ենք, մենք չգիտենք երբ, որտեղ, ինչպես։ Եվ հիմա քրիստոնեության դարաշրջանով, սկսած դեռ նահապետական դարաշրջանից, որ ազդարարում էր Քրիստոսի մասին, ես կարդացի մի աշխատություն հին եբրայերենի մասնագետ աստվածաբանի, որը ցույց է տալիս եբրայերեն բառը Եհովան, որը նշանակում է ես եմ, պարզապես դա մի նախադասություն է, որը նշանակում է ես եմ, եւ այս Եհովա բառը իր բայական կառուցվածքով վերափոխվում է շատ հաճախակի, խոսքը հին ուխտի մասին է, շարադրության մասին, հուն ուխտի, ես այն, որ պիտի գամ, այսինքն օգտագործում է ժամանակ ներկա ժամանակով ես եմ եւ ապառնի ժամանակով, այսինքն թե ապագա հայտնության մասին մշտապես հին ուխտի մարգարեները, որոնք մասնավոր մարդիկ էին լցված Սուրբ Հոգով, նրանք ազդարարում էին այդ մասին։ Եվ կային ազգերի մեջ նաև ամենաընտրյալ եբրայացիները, որոնք սա այս միտքը եւ այս պաշտամունքը մեկ աստվածության, որ գալիս էր Նոյից, պաշտպանում էին, բայց հիմնականում իրենց ընկած այս մեղքից ընկած օրիջինալ սկզբնական փաստորեն մեղքի պատճառով մարդիկ վերադառնում էին բնազդով Կայենի այդ մեղքին, որը ինչպես ասացի, բերեց այդ մեծ աղետին, համաշխարհային ջրհեղեղին, բայց ինչպես տեսնում ենք նաև Աստվածաշնչում կան այս աստվածաշնչային գենոցիդները, երբ որ Տերը պատվիրում է այս մեկ աստվածություն պաշտող մարդկանց, որոնք ունեին արդեն 10 պատվիրաններ իրենց սրտի մեջ եւ ընտրված էին Աստծուց դա հասկանալու եւ կյանքով պայքարում էին դրա դեմ, ահա նույն Հեսոնավեին, նույն Ահարոնին, նույն Մովսեսին, նույն այս իր ընտրալ ցեղի առաջնորդներին, Դավիթին, Աստված պատվիրում էր գնալ ահա եւ այս ցեղերը երեխաներով եւ կենդանիներով մորթել բոլորին։ Ինչու՞, որովհետեւ Աստված կասեցնում էր այն ալիքը, այն պղծության ալիքը, որ կար այդտեղ, ինչպես պեդոֆիլիան, նույն այս 3, եթե դա ասում է, ուրեմն իմացեք կոնտեքստի մեջ չի նշված, բայց ճանապարհը դիվականացնելու եւ մարդու DNA խախտելու այս 3 կոմպոնենտներ ուրեմն եղել են այդ հասարակության մեջ եւ Աստված կանխում է դա մարդակերությունը, մարդասպանությունը եւ պեդոֆիլիան եւ զուֆիլիան եւ ավելի այն կողմ կարող է գնալ այս մեղքերի ցուցակը եւ ահա որպեսզի ջրհեղեղը չկրկնվեր այդ օջախները որտեղ կային մարդու DNA-ի գենետիկ խախտման այս մեղքերը Աստված ոչնչացնում էր դա եւ Քրիստոսի դարաշրջանի հետ սակայն մարդու բոլոր մեղքերը դարձավ ապաշխարելի եւ փրկագնվեց մարդը փրկագնվեց Քրիստոսի չարչարանքներով այսինքն մարդկային ամբողջ չարության պաշարը բացահայտվեց երբ անմեղին իրենք տանջեցին եւ խաչեցին եւ սա ապացույց էր թե ընկած մարդկությունը որքան է ատում սրբությունը մարդու մեջ այն որը աստվածային տար է աստվածային միությունն է մեր մեջ մարդու մեջ Աստծո հետ եւ դրանով նաեւ ինչպես թե մարդկության խիղճը զարթնեց եւ դրվեց չափի մեջ
Եվ 2000 տարի ի վեր մենք տեսանք քրիստոնեության քաղաքակրթության արժեքը եւ նրա ստեղծագործությունները եւ հիմա փաստորեն մարդկությունը վերցրեց նոր շրջադարձ մի կուրս, որը տանում է դեպի նախաջրհեղեղյան դարաշրջանը եւ եթե այն դարաշրջանում ստեղծվում էր մարդը որպես տրանզիտային կետ, որպես հնացած մի երևույթ, որը հիբրիդ էր արվում անասունների հետ, իհարկե դևերի միջնորդությամբ, այս դարաշրջանում նախապատրաստվում է մարդը որպես տրանզիտ, որպես հիբրիդային փաստորեն նոր արարած միացված մեքենայի հետ, որը պետք է ունենա իր կոնտրոլը, ռեմոտ կոնտրոլը հիմա հարցն այն է, որ այս կոնտրոլի պուլտի վրա չի լինելու սատանայի մատը, ինչպես դա սորական այդպիսի կարծիք կա, այդ պուլտը պիտի ղեկավարվի մարդու կողմից, որն է հակա Քրիստոսը սատանայի թելադրանքով Աստվածաբանության մեջ հայտնի է, որ հակա Քրիստոսը սատանա չէ մարմնավորված, ինչպես դա նախաջրհեղեղյան շրջանում սովորական բան էր, մարմնավորված սատանաները։ Հիմա դրանք լինելու են, ղեկավարները լինելու են մարդ, ընդունված է ասել հայտնություններով, որ դա լինելու է մեկը, որը ծնվելու է հրյա կույսից, պիղծոքով, ճիշտ հակապատկերը Քրիստոսի, որը ծնվեց եբրայացի կույսից Սուրբ Հոգով։ Պիղծ հոգով ծնվածը, սակայն պետք է, ինչպես մենք մեր լեզվով ենք ասում, իրականացնի գլոբալիզմը, մեկ պետություն ամբողջ աշխարհի եւ ղեկավարի այն սատանայի միջոցով։ Եվ նրանց միակ նպատակը լինելու է, որ մարդկանց ուղեղը պետք է վերակոդավորեն եւ թելադրեն։ Եվ դա պետք է արվի մեքենաների հավանաբար դիջիտալ տեխնոլոգիայի միջոցով եւ հիմա մենք այդ ճանապարհին ենք։ Նորից մարդկային բոլոր մեղքերը իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց երբ որ մարդը կորցնում է իր DNA-ը եւ իր բանականության կապի եւ այդ կապի ընդունակությունը Աստծո հետ, լոգոսի հետ, այդ ժամանակ մարդը որը այլևս դադարում է լինել Աստծո ստեղծագործություն, վերածում մեկ այլ ստեղծագործության, ինչ որ մեկի ծրագրավորված էակը, սա այն պարագան է, որը բերում է աշխարհի վերջը։ Եվ այդ աշխարհի վերջը անպայման պետք է գա, ինչպես երբ չգիտենք այդ մասին, Քրիստոս մեզ չասեց դա, բայց ասաց, որ պատրաստ լինենք, որովհետև աշխարհի վերջի նշաններն են սրբապղծությունը սուրբ տեղի մեջ, երեխաների նաև առաքյալները մեզ սովորեցնում են, որ երեխաները պետք է լինեն ծնողուրաց, դավաճանությունը հիմնականում պետք է դիտվի որպես առաքինություն եւ բոլոր բարոյական արժեքները պետք է խեղաթյուրվեն, ինչպես ձեզ արդեն ասացի, ամեն ինչը ինչ որ եկավ աստվածաշնչային արժեքներից, նահապետական բարոյական արժեքներից, ով է նահապետը? Նահապետը դա ցեղի առաջնորդն է, ազգի առաջնորդն է, որը տանում է այդ ազգին Եգիպտոսից դուրս, այսինքն թե ընտրված է ազատելու մարդուն իր ստրկական բնությունից, անկած բնությունից։ Եվ իհարկե հայերս նույնպես մենք ազնվական եւ նահապետական ազգ ենք, որովհետեւ մենք ունենք մեր սրբագործված ազգային բարոյականությունը, խոսքս հեթանոսական բարոյականության մասին չէ, եւ մենք ազգային արժեքները պետք է լինեն նյութականացված գրականության, փիլիսոփայության, պոեզիայի, արվեստի, գեղանկարչության, ճարտարապետության, դպրոց դարձած այս մշակութային արժեքները
որը ապահովում է ազգի հավիտենությունը, այսօր կարելի ասել, որ հայ ազգի պետականություն եւ հայ ազգ որպես փաստ, որպես այդպեսին չկա այլևս, որովհետեւ մշակույթը չի ստեղծվում եւ պետականությունը ղեկավարում են մեն այս արդեն DNA խախտված մարդկանց միջոցով մի քայլ առաջ է անցել Հայաստանը սովետի աթեիզմի պատճառով սովետական բոլոր երկրները դեպի այս նոր ծրագիրը իրենք ավելի արագ են հասնում դրան լինելով իրենց արմատներով աթեիստ եւ չեկիստ եւ իհարկե դա նշանակում է ընդունակ դավաճանության ծախում լաբորատորիաներում իրենց, այսպես ասած սոցիոլոգիական ինստիտուտներում սա ուսումնասիրվում է եւ իրենք հասկացան, որ մարդուն բերելու այդ կետին ամենահեշտ վիճակը աթեիզմն է։ Ահա ինչու հիմա ես տեսնում եմ սովետական այդ Միացյալ Նահանգներում ազատ շատ արագ կարգի սովետականացում համալսարաններում, սրանց քոլեջներում ես տեսնում եմ կրոնը ծաղրվում է պրոֆեսորների կողմից, աթեիզմ է քարոզվում եւ ես հիշում եմ մեծ բախում իմ համալսարանի քաղաքատնտեսության դասախոսի հետ երբ որ ես իմ համալսարանի Երևանի համալսարանի դիպլոմը այստեղ վերականգնեցի եւ այնտեղ գրված է իմ անցած առարկաների անունները եւ ժամանակը եւ դրան տրվում է կրեդիտ, այսպես ասած։ Ահա այնտեղ կար աթեիզմի դասերը, որին տրված էր 0 կրեդիտ։ Այսինքն իբր թե մենք չենք ընդունում։ Եվ մենք համալսարանում այստեղ Calcet LA մենք անցնում ենք աթեիզմ քաղաքատնտեսության դասի մեջ մակրո էկոնոմիկսի դասի մեջ եւ ես ցույց տվեցի իմ դիպլոմը Հայաստանի որը վերականգնված էր այստեղ եւ ասացի ահա սա է ճշմարտությունը մեր Միացյալ Նահանգների դաստիարակրթական համակարգի որովհետեւ աթեիզմի դասերը որ ես անցել եմ եւ հիմա դուք ներկայացնում եք այստեղ գնահատված է 0 կրեդիտով բայց ինչպես տեսնում ենք ամեն ինչը նաեւ փոխվում է այստեղ Եվ հիմնականում եթե ուշադիր նայում ենք մեր ամերիկյան համալսարաններում բերում են դրսից շատ մեծ հոսք կա դրսի մասնագետների պրոֆեսորներին հրավիրում են այստեղ դրանք լինեն աթեիստներ դրանք լինեն բարոյականության 0 կետի վրա գտնվող մարդիկ պետոֆիլներ բռնաբարողներ Եվ մենք տեսնում ենք շատ բաներ, իմ ժամանակ գոնե այսպեսիներին լսեցի, որ դուր փակել էին մի լսարանում եւ մեր տղաների ծեծել։ Հիմա արդեն արժեքազրկված է նաեւ բարձր ուսումը եւ 30 տարիներում ես տեսնում եմ արագ փոփոխություն դեպի իմ ասած հոգեվոր դաշտը ամեն ինչը հոգեվոր դաշտի մեջ են բերում եւ քաղաքականությունը նույնպես հոգեվոր դաշտի մեջ է եւ ահա նրանք ինչ որ խոսում են քաղաքականության մեջ քաղաքականության մասին դա 0 արժեք ունի որովհետեւ այսօր նրանք կարող են ասել մեկ բան մեկ ժամ հետո կարող են ասել մեկ այլ բան հոգեվորության ամբողջ բարոյական անկման արդյունքը այսօր այն է, որ չկա ասված պինդ խոսք, որը կատարվի, ամեն չխաբեությունը եւ մամուլին պետք չէ լսել։ Այսօր ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգների պլաններում ոչ մի ծրագիր չկա որևէ բան անելու որևէ մեկի որևէ մի ազգի համար։ Միայն փաստն այն է, որ Բայդենի այս իշխանության տարիներին ոչ մի ռազմական ծրագիր չի իրագործվում։ Իրենց հետաքրքիր չէ։ Ով ում է սպանում, ով ում է գրավում, ինչ է կատարում ամբողջ աշխարհում, հավատացեք ինձ, իրենց հետաքրքիր չէ։
Սրանք հոգևոր մարդիկ են, որոնք զբաղվում են միայն մեկ բանով, բերելու քաոս ամբողջ աշխարհով մեկ, եւ հատկապես հոգևոր լինելով նրանք միայն մտածում են ազատվել բոլոր տեսակի բարոյական սիստեմներից եւ մարդուն դարձնել ընդունակ ամեն ինչի։ Ճիշտ այնպես ինչպես բոլշևիկներն էին։ Եթե բոլշևիկը դա զուտ քաղաքականացված մի հոսանք էր, սկսած էր Փարիզյան կոմունայից, ապա այս դեպքում իրենք սկսում են 0 կետից տարածելով պաստորեն աթեիզմը, որը իրենք կարող են անվանել ագնոստիկա կամ նոր անուններով, մասոնություն, ինչ որ կետի մեջ նաև բոլոր այս սեկտաներն են միավորվում եւ տարածում են նաև գիտականացված նոր տեսություններ, թե ինչ է իրենից ներկայացնում Աստված, ինչպես թեոսոֆիզմը, որը Աստված համարում է տիեզերական էներգիա, չեմ խոսել այդ մասին, ես կարծեմ խոսել ներկայացրել եմ ամեն ինչ։ Եվ այս բոլորը վերաբերվում է հակաքրիստոսի թագավորությանը, ինչպես եւ Սուրբ Հովհաննեսն է ասում, հակաքրիստոսը դա նշանակում է Քրիստոսի պատմական անձի շղթումը նաև։ Եվ իրենք տանում են հիմնականում այս ուղղությամբ, եւ դա գալիս է անգլիական հիմնականում դրույդների այս սատանական սեկտաների բարձր խավի մարդկանց միջոցով, որոնք ունեն կոնտրոլ ամբողջ աշխարհի լրատվության եւ դաստիարակության եւ Փառք Աստծո, որ դեռևս կան ձայնբար բորոհանապատի խոսողներ, որոնք վկայում են այս մասին, բացահայտում են ամեն ինչը, հոգևոր այս բժիշկները, որ կան, որոնց նաեւ ես լսում եմ, կա այս Father William Ohioից, կա Father այդ Bishop Sambarna Florida-ից, եւ կան նաեւ արդեն անգամ Վատիկանի բարձր աստիճանի arczepiskopոսներ, որոնք սա հասկացել են եւ սրա մասին խոսում են։ Անպայման պետք է հոգևոր քրիստոնյաները տեսնեն սա, նրանց է տրված բացարձակ տեսողությունը աշխարհի չարիքը քննելու, մնացածները կարող են քննել, բայց միայն մասամբ կարող են քննել։ Իսկ մարգարեությունը հիմա գալիս է միայն քրիստոնեական տեսողությունից եւ սրբությունից եւ ընդունված է ասել, որ քրիստոնեական դարաշրջանի միակ մարգարեն Տիրամայր Սրբույի Աստվածամայրն է, որը մի քանի հայտնություններով արդեն հայտնեց, որը 1960-ական թվականներից հետո Քրիստոսի դարաշրջանը վերանում է եւ սկսվում է հակաքրիստոսի դարաշրջանը։ Ինչպես փաստորեն պետք է մենք պաշտպանվենք դրանից, միայն հասկանալով սա եւ աղոթելով մեր պաշտպանության համար իտեր, եթե չհասկանանք ինչպես պետք է խնդրենք Աստծուց, այնչո ճշմարտությունը ասում է ձեզ կդարձնի ազատ եւ մենք ազատ ենք, թեկուզ մի հասարակ բանով մարդիկ ասում են այդ վակցինացիայի դեմ խոսողները իրենք փաստորեն կոնսպիրատորներ են եւ մարդկության վատն են ուզում եւ ես արդեն բերել եմ իմ կասկածները անձնական այդ մասին եւ կան արդեն հազարավոր փաստաթղթեր, որ ցույց են տալիս այդ ալյումինիումի մետաղային բաղադրությունը եւ որը նաեւ բջջային ինչ որ digital բաներ ունի, մասնիկներ ունի իր մեջ, որոնք ի վերջո ժամանակի հետ վերն ասում փոքր թիթեղների հավանաբար չիպ է եւ ինչու է լաբորատորիաներում ստեղծված այս սիջուկի բաղադրությունը թաքցվում մարդկանցից մի փոքր կասկած ունենալու դեպքում մարդը պետք է զգուշանա, որովհետեւ նույն հակաքրիստոսը այսօր գտնվում է, ինչպես դες ասացի, կրթական համակարգով
սիստեմում նույն հակաքրիստոսը գտնվում է առողջապահական սիստեմում եւ գիտական բոլոր սիստեմներում եւ այսօր այն բանը երբ որ եթե կյանքի դաշտը ներկայացնելու լինենք, ապա դա մինապատված դաշտ է, որով մենք քայլում ենք եւ ամեն անգամ մեր քայլը դնելիս հնարավոր է որ մենք պայթենք այդ միների վրա։ Սա ճշմարտություն է, սիրելիներս, ինչու մենք պետք է ամեն վարքյան դիտենք մեր երեխաներին, նրանց ում հետ են շփում, ինչ են խոսում նրանց հետ եւ օգնենք իրար պաշտպանելու մեր հոգին, որովհետեւ Հակաքրիստոսի դարաշրջանը սկսում է մարդկային DNA, մարդկային գենետիկ կոդը, որ դրված է Աստծուց դիվական միջամտություններով եւ մարդկային միջամտություններով, նրանք ուզում են դա վերակոդավորել եւ հսկել այն։ Սա բացարձակ ճշմարտություն է, ով որ չի հասկանում, նա արդեն իսկ զոհ է։